Տոննաներով ձկներ են լող տալիս հովտաշատի ավազաններում։ Ձկների փորը կուշտ լինի, մինչև տեսնենք գլխներիս գալիքը։ Ասում են մտահոգ ձկնաբույծները, որ մեկ բորբոքվում են, մեկ ձկան պես լռում տեսախցիկների առաջ։ Վախենում են, վերևներում որ տեսնեն բողոքում են, գուցե ներքին շուկայի դռներն էլ փակվեն իրենց համար։ Տնտեսապես այդ ընկերությունները կարող են տուժել, որտեղ իրենք վարկեր ունեին եւ այդ վարկերը տուժելու դեպքում, չմարելու դեպքում իրենք կարող են իրենց գույքով հատուցեն այդ վարկերի դիմաց եւ կորցնեն իրենց բիզնեսը։ Անցած տարի այս ձկների 90%-ը տնտեսագետների հաշվարկով մոտ 5000 տոննա, այսինքն 80 միլիոն դոլարի ձուկ սպառվում էր ռուսական շուկայում։ Բայց Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանից ձկնամթերքի բոլոր մատակարարումները, արգելք դնելով նաև երկու այն ընկերությունների արտադրանքի վրա, որոնք ավելի վաղ անցել էին բոլոր ստուգումները։ Այդ ընկերությունների նկատմամբ սահմանվել է լաբորատոր հսկողության ուժեղացված ռեժիմ։ Ռուսաստանը բազմիցս անգամներ գրել է, զգուշացրել է, տեղեկացրել է եւ մի ամիս առաջ էլ երբ որ իր բրիգադները այցելեցին Հայաստան եւ կատարեցին ստուգումներ, մենք հիշում ենք, որ այն ժամանակ էլ մոտ 50%-ը ձկնաբուծարանների հրաժարվեց, որ ռուսական կողմը իր մոտ ստուգումներ կատարի։ Մնացածն էլ, որը որ ստուգվեց, չնայած չխոսվեց, թե քանիսի մոտ ինչ իրավիճակ էր, բայց ակնհայտ դարձավ, որ վիճակները այնքան էլ հաջող չէր։ Տնտեսագետն ասում է, ձկնամթերքը մինչև սպառողին հասնելը պետք է լինի փաստաթղթավորված, հստակ նշված լինի ձկները ինչ ջրերում են լող տվել, ինչ են կերել։ Հայաստանում ցավոք սրտի ես կասեի, որ ձկնաբուծարանների շատ քիչ մասը ունի այդ համակարգերը, մեկ, սկսենք դրանից։ Երկրորդը, որ հայ ձեռնարկատերերի մի մասը լիարժեք հսկողություն կերի օգտագործվող ջրի, ջրավազանների, որտեղ ձուկը բազմացվում է, կենթանի ձկի առաքման կամ սառեցրած ձկան մորթելու առաքման հետ կապված պայմանների ապահովումները չի ապացուցում։ Դեռ 2 ամիս առաջ էր Մոսկվան ուժեղացրել Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների վերահսկողությունը։ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը կասկածի տակ էր դրել Ռուսաստան ներմուծվող ձկների հայկական ծագումը։ Հայ ձկնաբույծները պնդում են, եթե պետությունը լեզու չգտնի Ռուսաստանի հետ, իրենց տնտեսությունները հերթով կփակվեն, քանի որ այնքան ձկնամթերք, որքան վաճառվում է ռուսական շուկայում, չի կարող սպառվել Հայաստանի ներսում, այլ ընտրանքային շուկա էլ չկա։ Միայն երկրի ներսում վաճառելու դեպքում պահանջարկը կնվազի, ձուկը ջրի գին կունենա, տնտեսությունները խոշոր կորուստներ։ Լիլիթ Գասպարյան, Էդգար Ղուզչյան, Միլենա Պողոսյան, Տիգրան Գասպարյան և Էլեն Յահինյան, Հայլուր։